Նորա, սպասի մի րոպե։ Նոր, ես ես ոչ մեկին չեմ ասել։ Ու Հասմիկի հաղորդակցություններն էլ չէի բացում, միշտ անցնում էի առաջ ուղղակի։ Ինչ։ Այդ օրը Ինչ։ Մելիս, ես արդեն համբերությունս կորցնում եմ, մի հատ նորմալ խոսա հասկանամ, ինչ ա եղել։ Նորո, դու ինձ ասել էիր, որ ցերեկն ես չի եղել իրենց տանը։ Հա, հիմա էլ եմ ասում։ Այդ օրը գիշերը 11-ին Հասմիկը ինձ հաղորդագրություն էր ուղարկել։ Ես էլի եմ ասում, ես չի բացում իր հաղորդագրությունները, ուղղակի այդ մեկը… Ինչ։ Էլիս, ես արդեն հոգնել եմ այս մեղադրանքներից։ Ամեն կողմից գալիս ու պատասխան են պահանջում։ Եթե առաջ երազում էի, որ նորոն գա խոսենք, հիմա արդեն վախենում եմ։ Հենց հիմա մեր շենքի մոտ է Էլիս։ Խնդրում եմ ասա, որ չգա, ինձ հանգիստ թողեք։ Դու Արշակը, Մագդայի նոր հայտնված մաման, հերիքա, խնդրում եմ, հոգնել եմ արդեն։ Էս է տորն է ուղարկել։ Գիշերը։ Նորո ճիշտն ասա։ Ինչ ա կատարվում։ Ինչ ես թաքցնում դու։ Ինչի իր ասել, որ մենակ ցերեկն ես իրենց տանը եղել։ Նորո ինչի իր խաբել։ Որովհետև իր տանը ցերեկն եմ եղել։ Հա, գիշերը իր տան մոտ եղել եմ, բայց չեմ բարձացել, որովհետև… Որովհետև ինչ։ Որովհետև մտածում էի, որ կարող է Բաբկենը իր տուն գնա, Էլիս։ Չես զգում, որ Բաբկենի անունը սկսել է շատ շահարկել։ Ինչ հարցնում եմ, Բաբկենի անունն ես տալիս։ Հենց քո ու Հասմիկի հարաբերություններից ենք խոսում, Բաբկենի անունն ես տալիս, ուրիշ ձև չկա արդարանալու։ Չհասկացա, ես քո առաջ արդարանալու կարիք էլ ունեմ, հա։ Էլիս, հարց տվեցիր, հարցիդ նորմալ պատասխանեցի։ Ստեղ արդարանալ որտեղ նկատեցիր։ Ես քեզ արդեն չեմ հասկանում։ Միջև ես ասում էիր, որ մենակ ցերեկն ես եղել իրենց տանը։ Հիմա ձայնագրությունը լսեցիր, ուրիշ բան ես ասում, նորը ինչի ես խաբում։ Չհասկացա, Էլիս։ Հիմա եթե ձայնագրությունը ցույց չտայի, միջև վերջ խաբելու էիր։ Ինչ ես խոսում։ Բաբ, այսօր դու ես ինձ պարապմունքի տանելու, թե Մագդան։ Չգիտեմ, բալես։ Եթե Մագդան հավես ունենա, թող ինքը տանի։ Ոնց որ չունի։ Դու էլ տենց զգացիր։ Հա։ Մագդա չես լսում։ Լսում եմ, Արև ջան, ես քեզ կտանեմ։ Նայ, Մագդա, եթե հավես չունես, ես կտանեմ։ Որ չունենար, կասեր։ Ապրես ճիշտ ես ասում։ Մագդա, չեմ հասկանում, այդ Արևի հետ խոսում ես իմ հետ, չէ՞։ Ինչ որ բան ա եղել։ Ես ինչ ձև ես խոսում, Էլիս։ Չեմ ասել, որովհետև նպատակահարմար չեմ գտել, չեմ կարևորել, թեման ո՞րն է։ Նորո ես ընդհանրապես ասում եմ, որ մենք այն իրավիճակում ենք, որ պետք է իրարից տեղյակ լինենք, այդքան բան, հատկապես այն թեմաներով, որոնք որ կապված են Հասմիկի հետ։ Ես այդ օրը տանը չեմ եղել, որովհետև ինձ անծանոթ մարդ էր զանգել։ Ու ասեց, որ Բաբկենի հետ կապված ինֆորմացիա ունի տալու ու տեղ կանչեց։
Իհարկե սկզբում չհավատացի, բայց մարդ ասեց իրոք շատ կարևոր է։ Գնացի քաղաքից դուրս ինչ-որ տեղեր, կիսակառույց շենք։ Բարձացա իջա տեսել մարդ չտեսա, մենք չհանդիպեցինք։ Այդքան բան։ Բայց ով էր։ Չգիտեմ, էլի չներկայացավ։ Ասեց, որ հանդիպան ժամանակ կասի, բայց տենց էլ ոչ ես իրան տեսա, ոչ էլ ինքը ինձ։ Իսկ Հասմիկի տուն գնացել եմ նրա համար, որովհետև մտածել եմ, որ կարող է բաբկենը հետ գա ու առաջին հենց իրա տուն գնա։ Գիշերը սպասել եմ, բայց տենց էլ վերև չեմ բարձացրել, ոչ Հասմիկի հետ եմ խոսացել, ոչ իրան անհանգստացրել եմ։ Նորա, ես մի բան չեմ հասկանում։ Ինչ ինձ չէիր ասում։ Դու այդ օրը որ եկար տուն, ես քեզ հարցրեցի ուր էիր, ինչ էիր անում, բայց դու չասեցիր, եթե այն ժամանակ ասեիր, հիմա գոնե թաքցնել տարթարացում կունենար։ Այսինքն դու ինչ չես հավատում, հա։ Լռությունդ որպես համաձայնության նշան ընդունեմ, հա։ Սեփական քուրս ինչ չի հավատում, հա։ Նորա, ես ընդհանրապես չեմ հասկանում, դու ինձ ինչի չես ասել։ Ինչի չես ասել, որ թեկուզ գիշերը կես ժամով գնացել ես Հասմիկես տան բակ։ Ինչի չես ասել։ Չեմ հասկանում։ Չէ, ես կգժվեմ։ Գիտես իմ մոտ նստա պավորստը ոնց որ հենց հիմա Գևորգյանի սենյակում եմ ու արծակ հննում է։ Կլինի չգոռաս հանգիստ խոսանք։ Ես էլ եմ լարված, դու էլ։ Չէ, դու ոնց որ իմ դեմ ես լարված, կոնկրետ։ Բայց չեմ հասկանում թե ինչի։ Այս ամեն ինչը ուրիշ անուն ունի, Էլիս։ Նորա, ես քեզ չեմ կասկածում։ Էլիս, եթե ես կասկած չի, բա ի՞նչ է։ Ուրիշ անուն կա։ Հա, զգուշություն։ Ուզում եմ հանգիստ լինեմ քո համար, իմանամ, որ քեզ ոչ մի բան չի լինի։ Ում ես խաբում, Էլիս։ Ես քեզ այնքան լավ եմ ճանաչում, որ քո կես խոսքից, քո կես բառից շատ լավ հասկանում եմ ինչա կատարվում քո ներսում ու ինչ ես մտածում։ Լավ, եթե ուրիշ մարդ ասել հենց կհասկանայի, բայց դու իմ հանդեպ այդ կարծիքին ես, որ ես կարայի Հասմիկի վրա ձեռք բարձրացնեի կամ տես բան անեի ու փախնեի իր տնից։ Այդ կարծիքին ես իմ մասին։ Նոր, ես ընդամենը հարց եմ տվել։ Այդպես հարց չեն տալիս այն մարդուն, ում որ ճանաչում են։ Ապրես։ Այսքան արդեն հերիքա, որ դու կարաս տես բան մտածես, որ ես ընդունակ եմ մարդ սպանեմ։ Այդ քայլին գնամ ու սենց հանգիստ ապրեմ։ Ապրես։ Նորո։ Էսուր։ Բաժին, ինչպես միշտ։ Էլի։ Բան ա եղել նորո։ Ինչի չի եղել։ Ոնց որ նոր ես, աջղայնացել։ Այս Էլիսը քեզ ամեն ինչ կբացատրի։ Այսինքն Հա, Էլիս։ Ուղղակի ինձ վատ եմ զգում։ Արև ջան, ես գնամ պարկեմ, հա։ Լավ։ Մագդա ինչ է եղել։ Պետքա խնդրեմ, որ ասես, հա։ Արդեն ասեցի, որ ոչ մի բան չի եղել։ Ուղղակի ինձ վատ եմ զգում, չունեմ տրամադրություն։ Դու լավ գիտես, որ ամեն ինչ խառնա ու ոչ մի բան նորմալ չի։ Վիճել եք։ Հենց էտա չէ, բալես, չենք վիճել։ Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում։ Իսկ կարող է Նորոյի հետաքրվել։ Ինչ իմանամ, չի բացառվում, բայց դու մի կենտրոնացի։ Դե ես գնամ մյուս դասերը շարունակեմ։ Որ վերջացնես կբերես ստուգեմ, հա։ Նորո։ Էլիզը սխալ բան է ասում, ախպեր, բայց դե Ինչ բայց հետո։ Կարողա դու էլ ես ուզում հարցես ինչի չեմ ասել, որ գիշերը իրանց շենքի մոտ եմ եղել։ Չէ, ես այդ չեմ ուզում ասեմ, իմ ասածը լրիվ ուրիշ բան է։ Ու զարմանում եմ ոնց մինչև հիմա ոչ մեկիդ մտքով այդ չի անցել։ Ինչը։ Լսի, եթե Հասմիկը Էլիզին ձայնային է ուղարկել, ուրեմն այդ ձայնայինը իր հեռախոսի մեջ էլ կա։ Ու այդ հեռախոսը գտնելու են ու քննությունը անցնելու։
Ու եթե դու իմ Էլիզի վրա զուտ ջղայնանում ես անցնում գնում է, Գևորգյանի մոտ լուլիքը բացատրություն պիտի տաս։ Ես զարմանում եմ մինչև հիմա դրա մասին ոնց խոսք չի գնացել։ Լավ, եթե ինչ որ բան ունի ասելու, եթե կասկածներ ունի, ինչի չի գալի դիմացս կանգնում։ Որովհետև վստահ չի։ Ուզում է ճշտի նոր իր քայլերը ձեռնարկի։ Այսինքն ճշտի է, դու ինչ ես խոսում, ոնց կարա չեղած բանը ճշտի։ Չէ, ես կցնդեմ։ Գիտես ինչ կա, հերիք եղավ, ինչքան թողեցի, որ գլխիս նստեն։ Էլ սենց բան չի լինելու։ Ով իմ մասին իրա մտածածը բարձրաձայն մաստեղ, այնտեղ պետք է ինձ պատասխան տա, լսում ես։ Ես էլ մտածում եմ միջև վաղը սպասելու եմ։ Լավ է շուտ դուրս եկար։ Վկային նկարը ցույց են տվել ու ինքը չի նմանացրել է մարդուն, որ գիշերն է տեսել այդ։ Կարճ ասած ուրիշ մարդու է նկարագրել։ Էս ինչ լավ բան ասիր։ Մի խոսքով պրծանք ես թեմայից։ Դե Գևորգյանը տենց վստահ չասես, որ պրծանք ասես, բայց շատ լավ է։ Բայց միևնույն ժամանակ ինձ հսկողության տակ է պահելու միջև վերջ։ Այ թե չէ, Հասմիկի այդ կապի մեջ ես եղել դրա համար է տենց ասում։ Չգիտեմ, ջան, ես մենակ հիմա մի բան եմ ուզում, որ այս ամեն ինչի ինչքան հնարավոր է շուտ բացահայտվի, ու հասկանանք ով է։ Բա ես ոնց եմ ուզում։ Մինչև հիմա չեմ համակերպում, որ Հասիկոն էլ չկա։ Խմոտել է այդ զգացողությունը։ Ինձ թվում է ինքը կա, ապրում է իր կյանքով, գնում է դպրոց, գալիս է տուն, ուղղակի առաջվա նման էլ չենք շփվում։ Հա, լավ էլ ասացիր։ Այս հետո հիշում եմ Հասիկոյի բնավորությունը ու հասկանում եմ, որ դժվար։ Որ ինքը ամեն ինչ կաներ, որ միշտ լիներ մեր կյանքում, ամեն ինչ կաներ, որ միշտ կապի մեջ լինեինք, ու այդտեղ արդեն հասկանում եմ ու փորձում եմ ընդունել այս դառը իրականությունը։ Բայց մեկը չի ստացվում։ Մեկը հավատս չի գալիս։ Մենակ թե իմանամ ով է դա։ Հա որ իմացար ինչ պիտի անես։ Մեկը այդ հարցով արդեն ոստիկաններն են զբաղվում։ Այդ ինչ կապ ունի։ Այդքանով այս ամեն ինչը չի ավարտվելու, կյանքը շարունակվում է, չէ՞ այդ։ Դրան բռնելու են ու դատեն։ Ու հաստատ շատ երկար ժամանակով ինքը իր հասանելի քայլը կստանա։ Ալո։ Երկար բարակ չեմ ուզում խոսել։ Պետք է հանդիպել։ Կարևոր բան կա։ Ինձ ընդհանրապես չի զանգում։ Ես էլ որ զանգում եմ կամ անջատում է կամ ասում է հարմար չի։ Ես անգամ չգիտեմ ինքը ոնց է։ Հա, իմ հետ էլ ոչ մի բան չի քննարկում։ Ոնց հասկանում եմ տանն էլ չի։ Չէ, տանը չի։ Ու ես էլ զանգում եմ չի վերցնում։ Էլիս եթե տուն գա ինձ ասա կամ էլ չգիտեմ։ Ժամանակ չունեմ, Արշակ, ասա ասելիքդ ես գնեմ։ Կհարգեմ ժամանակը ու կփորձեմ կարճ կապեմ։ Նորո ինձ դուր չի գալիս, որ իմ անունը տարբեր պատմությունների հետ է կապվում։ Ես պատվի մարդ եմ, ու այսքան ժամանակ միշտ պատվով եմ ապրել։ Հա, ես հասկանում եմ, որ քո մոտ հարցեր են առաջացել, որ գնացել եմ Հասմիկի տուն։ Ու հիմա ստեղ եմ, որ պատասխանեմ այդ հարցերին։
Ես այդ միտքը ունեցել եմ, որ գնամ։ Էդոն իմացել է, դու էլ։ Ու այդ միտքը առաջացել այն ժամանակ, երբ որ ես հասկացել եմ ու իմացել եմ, որ մեր տուն նամակ ուղարկողը Հասմիկն է եղել։ Բայց ես չեմ գնացել այդ աղջկա այդ վիճելու, հարց պարզելու կամ առավել եւս վախեցնելու։ Գնացել եմ մեծավարի բացատրեմ, հասկացնեմ, որ կյանքի համը վրեժի մեջ չի։ Հիմա ես չեմ արդարանում քո մոտ ու չմտածես այն ինչ որ բարձրաձայնել ես Էդոյի մոտ։ Այն ինչ որ ես հիմա քեզ ասում եմ, ես այդ ամեն ինչը ոստիկանությունում եմ ասելու։ Հա, որովհետև վախենալու բան չունեմ ու այդ փաստը չեմ թաքցնում։ Ես Էդոյին ոչ մի բան չեմ ասել, Արշակ։ Ես հստակ ինչ-որ բան չեմ ասել, քեզ չեմ մեղադրել։ Ուղղակի ասել եմ, որ ես հասնում էի Հասմիկես տան մոտ ու արդեն իրանց դռան մոտից լսում էի շատ բարձր քո ձայնը, այդքան բան։ Հետո էլ ասում ես, որ չես մեղադրել։ Հա, չեմ մեղադրում։ Ուղղակի քննարկում եմ իմ տեսածը ու լսածը։ Ու ամեն մարդ իրավունք ունի քննարկի ու խոսա իր տեսածի ու լսածի մասին, հատկապես իր մտերիմ ընկերոջ հետ։ Նորո ես հասկանում եմ քո այս վերաբերմունքն ու կասկածները իմ անձի շուրջ որտեղից են գալիս։ Էս այն հարցն է, եթե արմատ չունենար չեր ծլի։ Դու մտածում ես, որ ես կապ ունեմ քո մոր մահվան հետ։ Դու ինչ-որ մի կիսատ պրատ սուտ պատմություն ես լսել ու դրա ազդեցության տակ ինձ կապում ես այդ պատմության հետ։ Բայց ես դա տենց թույլ տալ չեմ կարող։ Բնական է, չէ, որ մարդ չի կարող հանդուրժել, երբ որ իր պատվի հետ են խաղում։ Արշակ շատ սխալ ժամանակ ես ընտրել մորոս թեման բացելու համար։ Նես չի, որ ես այս թեման շրջանցելու էի, չէի խոսալու։ Հաստատ խոսալու էի քո հետ։ Ուղղակի հիմա ճիշտ ժամանակը չի։ Չէ, Նորո։ Շատ ճիշտ ժամանակ է։ Այս պատմությունով քո խելքը կերել են։ Ինչ։ Արշակ դիմացը 18 տարեկան երեխա չի, որ ուղեղը ուտեն։ Ես շատ լավ հասկանում եմ ամեն ինչ։ Ինչքան էլ որ դու ինձանից մեծ ես։ Նորո, ես քո աչքերի մեջ հիմա ամեն ինչի ընդունակ մարդ եմ, չէ՞ դարձել։ Տես ինչքան ես ինձ ցածրացրել, որ մտածում ես, որ ես կարող եմ Մագդայի տարիքի աղջկա վրա ձեռք բարձրացնել։ Հա, գոռացել եմ, որովհետև այդ պահին նյարդերս չեն դիմացել։ Բայց այդ ոչ մի բան չի նշանակում։ Նորից եմ ասում, քո այս վերաբերմունքը սխալ տեղեկատվությունից է։ Ո՞վ է զանգել քեզ։ Աստղիկը։ Էդ էլ է Էդոն ասել, հա։ Հա, բայց իմ հասկանալուց հետո։ Ես հիմա ոչ կհամոզեմ քեզ, ոչ էլ կփորձեմ արտարանալ, բայց հենց այս խառը ժամանակները անցնի, մենք կամ երկուսով գնում ենք Ամերիկա, կամ ես Աստղիկին բերում եմ Հայաստան։ Արի կլինի դու ոչ մի բան էլ մի արա։ Ես ամեն ինչ կպարզեմ ու կգամ քո մոտ։ Ու խնդրում եմ ոչ մեկի մի խառնի ու մի պատմությունը մյուս պատմության հետ մի կապի կլինի, էլ ավելացնելու բան չունեմ։ Ես էլ։ Դե բարի ճանապարհ։ Ալո։ Էդո այսինքն երկու բառ հետ խոսում եմ, այդ ամեն ինչը շատ շուտ հասնում է Արշակին, հա։ Այսինքն Այսինքն եմ, որ լրիվ բնավորություն փոխել ես։ Առաջ մի բան իմանալու համար երկար ժամանակ էր պահանջվում, որ քո բերանից մի բառ կալանայինք պոկեինք։ Իսկ հիմա տենց չի։ Ոնց հասկանամ։ Չես կարում լեզու տատամներիդ հետևը պահես։ լավ նորո հանգստացի մի հատ, ինչ ծևս խոսում։ Բա ինչ ասեմ, ախպեր։ Մոտդ երկու բառ խոսացի Արշակի հետ կապված, Հասմիկի տուն գնալու հետ կապված, այդ ամենը շատ շուտ տեղ ասավ։ Չնայած ես իմ ինչ էլ չեմ խոսացել մոտդ, բայց եկել էր հետս պարզելու, խոսալու, դու տեղյակ ես։ Չէ, տեղյակ չէի։ Ես Արշակին ոչ մի բան չեմ ասել, նորո Մագդան է խոսակցությունը լսել։ Կարելի էր ընդամենը հարցնել, դժվար չի։
Նոր ես ինձ ճանաչում։ Ինչ ձև ես խոսում նորո։ Բան չկա ասելու։ Կներես այդ։ Նորո վիճակը հաշվի առնելով բան չեմ ասում, բայց աշխատի սրանից հետո սենց պահերին կամ մի զանգի, կամ եթե զանգում ես մի անգամից մի գորգռա ու քոնը ասա։ Ավ հասկացա այդ ասեցի կներես։ Ես այդ բարի կարիքը ընդհանրապես չունեմ հատկապես քեզնից։ Ինչ ասել Արշակը։ Հիմա ավես չկա այդ, հետո կհանդիպենք ասեմ։ Բա ուր ես գնում հիմա։ Ոչ մի տեղ մի քիչ քայլում եմ, հետո կզանգեմ, լավ։ Տեղը տասա նորո, մինչև չասես չանջատես։ Հա, Արշակ, Մագդա, որ ուշանամ չանհանգստանաս։ Ինչի ուր ես գնում, ինչ ա եղել։ Բաժին եմ գնում։ Էլի նորոին են տարել։ Չէ, այս անգամ իմ համար եմ գնում։ Արշակ, ինչ կա մտքիդ, ինչ ես որոշել։ Մագդա, ուշ թե շուտ իմանալու են, որ ես էլ եմ Հասմիկի տանը եղել այդ օրը։ Ու ավելի լավ է այդ ինձանից իմանան։ Չէ, դու տենց ավելի շատ կասկածի առիթ ես տալու։ Մագդա, սենց գոնե առավելություն կունենամ, որովհետև ես ինքս եմ գնացել ու խոսել։ Ես վախենալ ու թաքցնելու բան չունեմ։ Ու հետո եթե թողնեմ իրանք իրանց ճանապարհով ճշտեն, շատ ավելի վատ ընթացք ունեն։ Այս ամեն ինչը հասկանում ես դու։ Արշակ չես հասկանում, ես շատ եմ վախենում։ Իմ կյանքի ամենակարևոր մարդիկ հիմա վտանգի մեջ են ու ես ուղղակի չգիտեմ ինչ անեմ։ Մի վախեցի։ Ու վստահ ինձ, ես գիտեմ ինչ եմ անում։ Մեկ էլ մի բան։ Եթե այսօր չգամ, անպայման զանգի Լանային, թող գա ձեր հետ մնա։ Որ ես հանգիստ լինեմ, խնդրում եմ քեզ, իմ համար։ Այդ իսկ ինչ վերաբերվում է քո զարմանքին, որ Հասմիկի հեռախոսի մեջ Էլիսի նամակը չեն տեսել, որովհետև Հասմիկի հեռախոսը չկա։ Առաջին հայացքից ոչ մի բան տնից չի կորել, բայց հեռախոսը չկա։ Հա Մագդա։ Էդո Արշակը ինձ զանգեց, ասեց, որ ուզում է գնա ոստիկանություն, ուզում է ասի, որ ինքն էլ է Հասմիկենց տանը եղել։ Ես իրոք չգիտեմ, չեմ հասկանում ինչի համար է տենց բան անում, գոնե դու մի բան արա։ Հա բայց ոչ մեկը դրա մասին չգիտեր, ինչի է այդպես բան արել։ Հա գիտեմ, ասում է ուշ թե շուտ ինչ որ մեկը իմանալու է։ Լավ Մագդա, խոսանք։ Ինչ ա եղել Արշակին։ Գնացել է բաժին։ Ուզում է ասի, որ ինքն էլ է եղել Հասմիկի տանը։ Լավ նորո, ես էլ եմ գնում բաժին։ Չեմ առաջարկում, որ հետս գաս, որովհետև պատասխանը գիտեմ։ Ճիշտ ես անում։ Ես էլ գնամ Մագդային տեսնեմ։ Լավ։ Ինչն է ձեզ բերել այստեղ։ Գևորգյան, ես քեզ ուզում եմ մի բան ասեմ Հասմիկի գործի հետ կապված։ Ու ինչ։ Ուզում եմ իմանաս, որ հետո, երբ որ քննության արդյունքները ձեռքդ լինի, ինձ քաշքշուկների մեջ չգցես։ Հիշես, որ առաջինը ես եմ եկել ու խոսել է դրա մասին։ Ես այս ընթացքի մասին շատ լավ տեղյակ եմ։ Գիտեմ, որ նորոյին եք կասկածում։ Ինչա թե այդ օրը եղել է Հասմիկի տանը։ Ասեմ, որ ես էլ եմ այդ տանը եղել այդ օրը։ Նորոյի վարկածը հերքվել է։ Վկան, որ տեսել է Նորոյի լուսանկարը, հաստատել է, որ Նորոն չի։ Չնայած մի վկայի ցուցմունքը քիչ է։ Բայց դու Դե շատ լավ է, որ հերքվել է, որովհետև Նորոն այդ մարդը չի։ Ու ես էլ այդ մարդը չեմ։ ինչ նպատակով ես գնացել Հասմիկի տուն։ Շատ կարևոր ու անձնական խոսակցություն պետք է ունենայինք։ Հիմա չեմ ուզում մանրանամ, որովհետև շատ անձնական է։ Ցերեկն եմ գնացել։ Չհասկացա։ Մի օրում բոլորդ կարևոր խոսակցություն եք ունեցել Հասմիկի հետ։ Ու հետո քանի օր է անցել։ Ինչի ես հիմա եկել։ Էլի առաջվա պես բարդ է դարձել մեր տուն գալը։ Արի այդ չքննարկենք կլինի։
Նորո ախր Արշակը, Գիտեմ, Արշակը գնացել է բաժին ու ասել է, որ եղել է Հասմիկ էս տանը տեղյակ է։ հա, ու ես շատ անհանգիստ եմ։ Իսկ կարող է վախեցել է։ Մտածել է կարող է ես անունատամ դրա համար է գնացել։ Չէ, Նորո հանգիստ տեղի։ Ինքը տենց հիվանդ մտքեր չունի։ Նախ տոնդ փոխի, ընդամենը խոսում եմ քո հետ։ Իսկ ինչ ես իմ հետ խոսում։ Ինչ թեմայից ես իմ հետ խոսում։ Գիտես իմ աղբոր մասին դու շատ վատ կարծիք ունես։ Ի տարբերություն քեզ իմ աղբերը ոչ մեկի մասին ենթադրություններ չի անում ու չի հիմնվում դրանց վրա։ Այդ ես քանի անգամ եմ հիմնվել, որ Մենակ այն, որ դու Շուշանի մահվան մեջ իմ աղբորն ես մեղադրում, այդ լրիվ հերիք է։ Ոստեղ հարցը մենակ քո ենթադրությունները չի, դու բոլորին ես լսում։ Իսկ այդ արդեն շատ վատ է։ արդեն չափերը տանցնում ես։ Ես? Ես եմ անցնում իմ չափերը։ Դու ընդհանրապես լսում ես քո ասածները։ Արշակը ընդամենը գնացել է բաժին, որ ապացուցի, որ ինքը ազնիվ է, որ ինքը դրա հետ ոչ մի կապ չունի։ Շատ լավ է։ Ապրի ինքը։ Նախ ես հանցագործություն չեմ արել ու հիմա էլ չեմ արդարանում։ Ուղղակի ասում եմ, որ ես էլ եմ այդ տանը եղել։ Խոսացել ենք ու ես դուրս եմ եկել։ Դրա մասին Նորոն իմացել է։ Չէ, չի իմացել։ Ես էլ ասելու բան չունեմ։ Այս խոսակցությունից հետո անունդ կցվելու է գործին։ Նա իհարկե։ Հասմիկի հետ վիճել եք, ձեր մեջ վեճ եղել է։ Նորո ինչի ես բոլորիս թշնամու աչքերով նայում։ Ինչի չես փորձում լսես, թե քո համար մենակ քո տեսանկյունն է կարևոր։ Այսինքն են, որ առաջվա Նորոյի հետ գոնե երկու բառ լինում էր փոխանակել։ Գոնե մեջը մի քիչ մարդկություն կար, հիմա էդ էլ չկա։ Դու այնքան լարված ես, այնքան խառնված ես, որ ամեն բառիցդ հետո մենակ մեղադրանք է։ Ես իրոք չեմ հասկանում, կարող է այս ամեն ինչը ուղղակի ինքնապաշտպանական ռեակցիա է։ Ինչ։ Դե այն, որ Որ ինչ։ Ասա, ներսումդ մի բայ, արտահայտվի հասկանամ ինչ ես մտածում։ լուրջ ուզում ես ասեմ։ Հա, ավելի լավ է ասես։ Ասա։ Ներսդ մի բայ, նորից եմ ասում։ Չէ Նորը, որ ես ասեմ հավատա քո համար շատ վատ է լինելու։ Դրա համար ավելի լավ է ուղղակի սուս մնամ։ Այն որ արդեն սխալ բան ես մտածել ու չարտահայտվես, այդ բան չի փոխելու։ Հավատա, որ ներսումդ էլ պայս չարտահայտվես, էլի բան չի փոխելու, որովհետև արդեն մտածել ես։ Դե որ տենց է, ուրեմն կասեմ։ Կարող է իրոք դու մեղավոր ես Հասմիկի մահվան մեջ։ Ես չգիտեմ, երևի վիճել եք, քեզ չես կարողացել տիրապետել, այ դրանից է գալի ես քո լարվածությունը, ես քո վիճակը։ Կարաս խոսաս հետս։ Հավատա, այս անգամ էլ ես քեզ կլսեմ, կարաս հանգիստ կիսվես։ Դե ես կարող եմ գնալ։ Կարող ես, բայց դրսում սպասիր։ Խնդիր չկա, չեմ շտապում։ Չէ դու լուրջ տենց ես մտածում Մագդա։ Նորո, Հարցիս պատասխանի։ ախր ես չգիտեմ էլ ինչ մտածեմ։ Ես քեզ չեմ հասկանում, դու տեղ չես թողել, որ ես հասկանամ։ Դու չես պատկերացնի ինչքան ես փոխվել, ինչքան տարօրինակ ես դարձել։ Հա Նորո, ես ամեն ինչ հասկանում եմ, ամեն ինչ ընդունում եմ, բայց ես չեմ հասկանում, ես քեզ ինչ եմ արել, ինչի դու իմ հետ չես շփվում։ Դու բոլորին մեղադրում ես, բոլորի մեջ թշնամի ես փնտրում։ Բայց ինչ ես ուզում, ինչ մտածեմ։ Գնում ես, կորում ես, անհետանում ես, ոչ մեկ չգիտի որտեղ ես։ Ու ինձ ոչ մի բան չես ասում, բայց ես ինչ անեմ։ Այսինքն եթե չգիտես ինչ մտածես, պետք է մտածես, որ ես եմ, հա Մագդա։ Չես ոնց հասկանում եմ իզուր եկա։ Գնա տուն։ Տուն գնա։ Չէ, Նորո, մենք պետքա խոսանք։ Նորո, սպասի։ Նորո, կլինի սպասես։
Կես ժամը ուզում եմ ներս մտեմ, չեն թողում։ Մագդան ասաց ինչի համար ես եկել։ Ես կզարմանա, եթե չասեր։ Անհանգստանում է։ Ես էլ եմ հիմա անհանգիստ։ Դու կարիք չկա։ Ուղղակի ասացի, որ ես էլ եմ եղել Հասմիկի տանը ու վերջ։ Հիմա դու կասկածյալ ես համարվում։ Կարևորը որ ես եմ հանգիստ։ Աշակներ Սարի։ Նորից եմ ասում, որ հասկանալի լինի։ Մի վկայի ցուցմունքով ոչինչ չի լինում։ Առավել ևս, որ իր նկարագրածով մոտավորապես է հիշում, թե ով է եղել այդ պահին։ Բայց հիմա ունենք այդ վկային, եւ այդ վկան հաստատում է, որ Նորոն չի եղել։ Հիմա սա ունենք։ Հետո են, որ վկան ձեզ է ճանաչել։ Տղամարդը, որը գիշերը դուրս է եկել Հասմիկի տնից, Նորոն չի եղել։ Էլի եմ ասում, որ կինը շատ հստակ հերքեց Նորոյի վարկածը։ Եվ լուսանկարով ճանաչել է քեզ։ Հիմա այդ կնոջը կանչել ենք բաժին։ Եվ քո անունը հիմա ոչ միայն կցված է գործին, այլ դու համարվում ես կասկածյալ։ Եվ նոր քննություն է գնալու քո ուղղությամբ։